1988 թվականին որևէ մեկը հայտնվեր այն ժամանակ օպերայի հրապարակի հարթակի վրա եւ ասեր, որ անցնելու է ընդամենը 7 տարի եւ դուք ունենալու եք անկախ պետականություն, դուք ունենալու եք ինքներդ ձեր ճակատագիրը որոշելու հնարավորություն, ունենալու եք ազգային բանակ, ունենալու եք Հայաստանի միացած Արցախ, գումարած Արցախի հետ եւս 8 շրջան, եւ եթե հարցնեին ժողովուրդ այս ամենը ունենալու համար դուք պատրաստ եք եւս 5-6 տարի երշիկ չունենալ, բոլորդ մի համուրկ ասեիք այո, եւ ի սրտե կասեիք, համոզված եմ։ Սիրելի ժողովուրդ, ոչինչ չի փոխվել, կատարվել է անհնարինը։ Ես այստեղ որևէ արդարացում կամ որևէ մեկին առավել ևս Հանրապետության գլխավոր ղեկավարին, գերագույն հրամանատարին որևէ կերպ պաշտպանելու կարիք չունեմ, դա ակնհայտ է։ Ես ուզում եմ, որպեսզի դուք ճիշտ ընկալեք։ Հազարավոր տարիներ հաղթանակ չունեցած մեր ժողովուրդը վերջին 8 տարիների, 5 տարիների ընթացքում գաղթականից, կոտորվածից դարձավ նվաճող։ Ովքեր էինք մենք, ամբողջ աշխարհում մեզ ասում էին, որ ձեզ կոտորել են կես միլիոն, մենք ասում ենք ոչ, մեզ կոտորել են 2 միլիոն։ Սա է մեր հպարտությունը։ Եվ հանկարծ այս նույն ժողովուրդը դուք դարակ ոչ միայն հերոսներ, որ կարողանում է իր հողը պաշտպանել, այլ կարողանում է հարկ եղած դեպքում նաև մեծ հաղթանակներ տանել։ Եվ կարողանում է իր հիմնական պատերազմը տալ ոչ թե իր մայրաքաղաքի մատուցներում, այլ կարողանում է տալ օտար հողերում։ Եվ այս ամենը չնկատել, այս ամենը չգնահատել, նշանակում է դատապարտված լինել պարտության հետագայում։ Սա է ինձ ցավ պատճառում։ Որովհետև պատերազմի մեջ գտնվող ժողովրդի մասին առաջին հերթին դատում են պատերազմական հաջողություններով։ Որովհետև 1941-ից 45 թվականի պատերազմի արդյունքները դատեցին այդ պատերազմի հաղթանակով եւ ոչ թե 41-ից 45 թվականին սովետական ժողովուրդը քանի կիլոկարակ էր ուտում։ Սրանից 10 տարի հետո, 15 տարի հետո մեր մասին, ձեր մասին, ոչ մեկի մասին չեն հիշելու, թե 91-96 թվականներին մենք որքան գազ ունեցանք, քանի օր ավելի սառած, ավելի վատ սնվեցինք, սոված մնացինք եւ այլն։ Մեր մասին հիշելու են, ի վերջո երկիրը պաշտպանեցինք, թե ոչ։ Եվ վերջինը, հայերը բոլոր ժամանակներում, բոլոր պետություններում եղել են մեծահարուստներ, զարգացրել են, ծաղկացրել են շատ պետություններ։ Եվ պետությունները ոտքի են կանգնացրել գրեթե զերոյական վիճակից։ Հիմա որտեղ են այդ հայերը, հիմա ինչ ունեն այդ հայերը նույն Բաքվում, որտեղ 1916-18 թվականներին մեծամասնություն էին եւ կապիտալի 90% իրենց ձեռքին էր։ Հիմա որտեղ են Թիֆլիսի հայերը։ Առանց հայերենիք չկա հարստություն, առանց հայերենիք կուտակած հարստությունը դա սուտ է, դա ընդհանրապես 2 օրվա կենսագրություն ունի։